Ինչ որ մեկը պետք է սա լսի։ Երբ դուք ծառայում եք ամեն շաբաթ եւ շատերը նույնիսկ ձեր անունը չգիտեն, Հիսուսը գիտի ձեր անունը եւ գնահատում է ձեր ծառայությունը։ Երբ դուք անընդհատ ինչ-որ բան զոհաբերում եք եւ ոչ ոք չգիտի, թե ինչ գնով եք դուք դա անում, նա գիտի այդ ամենի մասին։ Մի օր նա է ձեզ ասելու. դուք ջուր տվեցիք ինչ-որ մեկին իմ անունից, հաց տվեցիք սովածներին, այցելեցիք հիվանդներին, բանտարկյալներին իմ անունից։ Այն, ինչ արել եք ամենափոքրերի համար եւ որի համար ամբոխը չի ծափահարել երկրի վրա, երկնքում այդ ամենի համար տոնախմբություն է եղել։ Ես տեսել եմ դա։ Ձեր զոհաբերությունները կարևոր են, ձեր հավատարմությունը մեծ ազդեցություն ունի։ Երբ դուք տարիներով տասանորդ եք զոհաբերում եւ երբեմն կասկածում եք, արդյոք դա ինչ-որ ազդեցություն ունի, թե ոչ, իմացեք, որ դա պատվում է Աստծուն եւ մեծ ազդեցություն ունի։ Երբ աղոթում եք եւ ոչ ոք չգիտի, որ ձեր տապատը ծնկների հատվածում մաշված է ոչ թե նրա համար, որ դուք մոդայիկ եք, այլ շատ ժամեր Աստծո առաջ ծնկների վրա անցկացնելու պատճառով, Աստված գիտի ձեր սրտի աղաչանքները, երբ դուք մյուս այտն եք դարձնում վրեժ լուծելու փոխարեն, դուք հավատարմություն եք ցուցաբերում նրա հանդեպ, ով ձեզ է հավատարիմ, նա գիտի ձեր հավատարմության մասին։ Հիշեցրեք ձեզ ինչքան հնարավոր է հաճախ, աշխարհը միգուցե չգիտի իմ անունը, բայց ես գիտեմ մի անուն, որ բարձր է ամեն անունից, Հիսուս է այդ անունը, երկրի արքան, թագավորների թագավորը եւ տերերի տերը, իմ փրկիչը, իսկ իմ փրկիչը գիտի իմ անունը։ Իմ անունը գրված է նրա գրքում։ Կարևոր է ոչ թե այն, թե ինչպես եք դուք ինձ անվանում, այլ կարևոր է, թե ինչպես է նա ինձ անվանում։ Նա ինձ անվանում է սիրելի, ընտրված, փրկագնված, հաղթող, օրհնված։ Երբ հասկանում եմ, թե ինչպես է նա ինձ անվանում եւ ընդունում, դադարում եմ ապրել ամբոխի ծափերի համար, սկսում եմ հիմնվել Աստծո հավանության վրա։ Նրա կարծիքն է կարևոր։ Ես ուզում եմ նրան ծառայել։